անվամբ Հոր և Որդվո և Հոգույն Սրբո, ամեն։ Սուրբ Հարության տոնը հայերիս մեջ կոչվում է նաև Զատիկ։ Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով վերադարձ առ Աստված։ Թե հին և թե նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը, այն կապված է ազատագրության և փրկagործության պատմական զույգ իրողությունների հետ։ Առաջինը հին կտակարանի այն դրվագն է, երբ հրեաները Աստծու խնամացությամբ և Մովսեսի առաջնորդությամբ անցնելով Կարմիր ծովը փրկվեցին եգիպտական գերությունից։ Եգիպտական գերությունից ձերբազատվելը խորհրդանշում էր մեղքի և մահվան երկրից դուրս գալը, զատվելը և դեպի ավետյաց երկիր ճանապարհվելը։ Հին ուխտի զատիկը նախատիպն ու նախօրինակն էր Հիսուս Քրիստոսի ինքնակամ զոհաբերության։ Այս բոլորը իբրև օրինակ պատահեց նրանց հետ, բայց մեզ համար որպես խրատ գրվեց։ Քրիստոսը մեր զատիկը մորթվեց, ասում է Պողոս առաքյալը։ Երկրորդը Քրիստոսի հարությունն է։ Աստծու որդին իբրև գառն Աստծու իր արյունը թափեց աշխարհի և մեղավոր մարդկության համար, խաչվեց և երրորդ օրը հարություն առավ մեռելներից, որպեսզի սրբելով մեղքերից մեզ արժանի դարձնի հավիտենական կյանքի։ Եգիպտոսից դուրս գալու խորհրդով հին աշխարհը խորհրդանշաբար զատվեց մարմնավոր գերությունից, իսկ այժմ Քրիստոսի հարության խորհրդով մարդկությունը փրկվեց մեղքի և մահվան տիրակալությունից, խավարից դարձավ դեպի աստվածային լույսը, հավատն ու հավիտենական կյանքը։ Այսպիսով հին կտակարանի զատկական գառը օրինակն է Հիսուս Քրիստոսի։ Ահա գառն Աստծու, որ վերցնում է աշխարհի մեղքը։ Հովհաննես Մկրտչի այս մարգարեությունը, թե Հիսուսը պիտի քանդեր մեղքի կապանքները, կանխատեսում էր դժոխքի ու մահվան պարտության։ Աստվածորդին մեր մեղքերի համար մեռավ և իր սուրբ արյունով սրբեց մեզ մեղքերից, որպեսզի նրա անունով հավիտենական կյանք ունենանք։ Ես եմ հարությունը և կյանք, ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի։ Փրկչի խաչելությամբ և հարությամբ հաստատվում է կյանքի ու անմահության գաղափարը։ Բոլոր նրանք, ովքեր Քրիստոսին ընդունում են որպես իրենց փրկիչ և Տեր, մի օր իրենք ևս պիտի հարություն առնեն։ Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան։ Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական հավատքի և վարդապետության հիմքը։ Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոսը հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է և ձեր հավատը, ասում է Պողոս առաքյալը։ Այսօր Քրիստոսը հարություն առնելով մեռելներից, իր հետ հարություն տվեց նաև մեր մեղքերի ու մահվան մեջ ընկած բնությանը։ Այսօր Քրիստոսը խորտակեց մահն ու խափանեց ապականությունը ըստ ավետարանի։ Ո՞ւր է մահ, քո հաղթությունը, ո՞ւր է դժոխք, քո խայթոցը։